Չնայած այս ալիքը բացել եմ 2011 թվականին, բայց գործարկել եմ, այսինքն տեսանյութեր եմ տեղադրում այս տարվա փետրվար ամսվանից։ 3 տարի առաջ մեր ընտանիքին պատուհասեց ողբերգություն, զավակի կորուստ, որը անասելի տառապանք և դժոխային հոգեվիճակ է ստեղծել։ Վերջերս ցանկացա ինչ-որ մի ձև գրել, պատմել, օրագիր պահել, բայց ամենահեշտ տարբերակը ինձ համար դարձավ տեսողական օրագիր ստեղծելը, քանի որ համակարգչային գիտելիքներ վաղուց ունեմ։ Այս էջում փորձում եմ տեղադրել տեսանյութեր իմ առօրյայից, իմ ապրումներից, իմ մտորումներից, իմ խոհերից, ինչպես նաև առօրյա խոհանոց, քանի որ այն իմ զբաղմունքի հիմնական մասն է կազմում։ Զավակի կորուստը սարսափելի է, բայց ես որպես մայր քաջություն ունեմ ապրելու, փորձում եմ չկոտրվել, որովհետև այս կյանքում ինձ պահող բաներ կան դեռևս, և ուզում եմ ապրել, գոյատևել այն մարդկանց համար, ում համար ես թանկ եմ։ 3 հատ փլեյլիստ եմ սարքել, որտեղ տեղադրում եմ մի դեպքում տեսողական օրագիր, այսինքն այնպիսի նյութեր, որոնք ինձ այդ պահին գրավում են և դիտարժան են թվացել, երկրորդը առօրյա խոհանոցն է և երրորդը կորստի հետ կապված մտքերն են, խոհերը, դիմանալու ձևերը, այն պատմությունները, թե ինչի միջով եմ ես անցնում։